Ողջույն, այսօր պատրաստել ենք սպանախով կարկանդակ, որի բաղադրատոմսը ձեզ ներկայացնում եմ։ Այս նուրբ համեղ խմորը շատ լավ համադրվում է տարբեր լցոններով։ Կարող եք օգտագործել հավի կրծքամիս, պանրային տեսակներ, մսային ֆարշ։ Սոդան մածունի հետ չենք տալիս տվյալ խմորին, այ բացել փակելու ժամանակ 3 անգամ կրկնելու ենք այդ գործողությունը։ Մի պտխունց սոդա լցնելու ենք արդեն բացած խմորի վրա եւ փակենք շերտավոր խմորի նման։ Պատրաստելուց հետո խմորը դնում ենք սառնարան կամ սառը տեղ 1 ժամ հանգստանալու։ Այդ ընթացքում պատրաստում ենք արդեն սպանախը։ Կանաչեղենը տապակելուց հետո թավան թեթև թեքել, որպեսզի ավելի ջուրը իջնի ներքև եւ թխվելու ընթացքում չնստացնի մեր խմորը։ Չորոտ մնա մի քիչ մեր մասը։ Կարկանդակը թխելու ենք 180 աստիճանի տակ 50-ից 55 րոպե։ Աղը անպայման ավելացնում եք ձեր ճաշակով։ Ես լցրել եմ կես գթալ աղ, սակայն մարդ կա, որ ավելի աղի է սիրում։ Կարկանդակը ջեռոց դնելուց առաջ թեթև փախլավայի նման կտրատում ենք։ Անցքեր ենք անում, որպեսզի օդը դուրս գա ավելնորդ, ձու ենք քսում եւ դնում ենք թխվելու։ Անուշարեք։ Իսկ ես գնացի թեյախմության։